Բարևում եմ ձեզ, ես նորից եթեր եմ դուրս գալիս, որոշ բաների մասին պետք է ձեր հետ կիսվեմ, բայց խնդրում եմ մի նեղացեք, ինչ որ կա այդ եմ ասելու, ինչ որ կա, ինչ որ կարդացել եմ, ինչ որ Թուրքիայից ուղարկել են, այդ եմ ձեզ համար պատմելու։ Այդպես որ խնդրում եմ չքրվեք ու շունցներով ավել պակաս չգրեք։ Եթե սխալ եմ, ցույց տվեք, որոշ փաստեր չգիտեմ։ Եթե սխալ եմ, խնդրեմ, ցույց տվեք։ Ուրեմն ռուսների հրահրելով ռուսների կողմից 1914-18 թվականներում մոտ 30,000 հայ ազգի ներկայացուցիչներ թուրքերի դեմ կռվել են այդ Ռուսաստանի կողմից։ Եվ բնական է, որ այդ պատերազմի ժամանակ թե թուրքերից, թե ռուսներից, թե հայերից շատ բնական է, որ մահացավներ, սպանվողներ, զոհվածներ եւ այլ կլինեին։ Այդ մի կողմ 30,000։ Ուրեմն Նուբար Փաշա Պողոսյան կա, դրա գլխավորությամբ մոտ 150,000 հայ ազգի ներկայացուցիչից բաղկացած զորամաս թուրքերի դեմ են կռվել։ Ուրեմն սա ոչ Ֆրանսիային է, ոչ անգլիացիներին, ոչ էլ ամերիկացիներին, դրանց հետ ոչ մի կապ չունի։ Ուրեմն 150,000-ով թուրքերի դեմ կռվել է։ Իհարկե այնտեղ էլ մահացողներ են եղել, զոհվածներ են եղել, թե խաղաղ բնակիչների մեջ, թե եւ այլ։ Բոլորը արել են դաշնակները։ Դաշնակների ուրեմն ղեկավարությունը Օսմանյան կայսրության ղեկավարության հետ նարդ են խաղացել եւ խոստացել են, որ հայերի համար անկախ մի պետություն կստեղծեն, դա չի ստացվել եւ ուրեմն այս պատերազմի ժամանակ հայերից զոհվածներ եղել են, գիտեմ, եղել են։ Բայց բերեք նշենք, որ թուրքերից եւ քրդերից բաղկացած 2.5 միլիոն մարդ է զոհվել։ Հայերից են զոհվել։ Եվ հիմա այսօրվա դրությամբ Թուրքիան արխիվները բացում է, որ բերեք ուսումնասիրեցեք, տեսնենք ով է մեղավոր, ով մեղավոր չի եւ այլ։ Հայաստանը ձենը չի հանել։ Հայաստանը այս հարցին չի պատասխանել։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել։ Այդ եմ ուզում ասել, որ այսօրվա դաշնակները այդ ժամանակվա ռուսներից բետար են։ Հիմա բոլորը Փաշինյանի հրաժարակն է ուզում, հրաժարվող դուրս գա եւ այլ։ Ինչա ուզում եք նորից դաշնակներին բերեք, հա։ Մեր նման խաղաղ մարդիկ էլ տնից տեղից ելան։ Հիմա Քոչոյին ուզում բերեն։ Քոչարյանի դատախազությունից ես լսեցի, Հայաստանի դատախազությունից, ինչքան ցուցակներ բերեցին, ցույց տվեցին, ինչքան ունելիքներ, ունեցվածքներ ունեն։ Դե թող այդ Լեռնային Ղարաբաղից եկող հայերին մեկին, երկուսին մի հատ տունով, բանով թող ապահովի, ինչի՞ չի ապահովում։ Այդքան միլիոնատեր է։ Այդ միլիոնատերը որտեղից է եղել։ Հիմա ասում են Փաշինյանը կաշառակ, ճիշտ է, ես թուրք եմ, այդ մի կողմ եմ դնում։ Փաշինյանը կաշառակերտ մարդ չի։ Ես եմ ասում ձեզ։ Ես շատ եմ կարդում ես։ Փաշինյանը կաշառակերտ մարդ չի։ Խաղաղասեր մարդ է։ Հիմա այլ փրցնում են, որ ռուսների միջոցով այն օրը Լավրովն էլ հենց գիտեք լավ բանի համար էր եկել, չէ։ Լավրովը եկել էր Քոչինյանի նմաններին մի քանի բանել ավելացնելով ներկա դրությամբ եղած այս ղեկավարությանը հերացնեն։ Թե տենց երկու կողմանի մտքեր եւ այլ։ Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, դաշնակներից ինչքան հեռու, այդքան լավ։ Թե դաշնակներից հեռու, թե ռուսներից հեռու, միևնույնն է, նույն բանն է, բայց դաշնակները ավելի սարսափելի են, քան ռուսները։ Հիմա ինչա ուզում եք նորից Քոչարյանին ընտրեք ու
Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմ սկսի եւ մարդիկ էլի զոհվեն, եթե կուզեն։ Մեկ էլ գիտեք ինչ կա։ Գիտեմ, որոշ մաս հայերից որոշ մաս ասելու են, թե այս թուրքա սրա ինչին է պետք։ Ես ճիշտ է թուրք եմ, հայերի մեջ եմ մեծացել։ Անտարբեր չեմ կարող լինել, չեմ կարող լինել, անհնարին է։ Քոչարյանը ասում է, թե Հայաստան տղամարդ կյավորց։ Բայց եթե Հայաստան տղամարդ կա ոչ, այդ հայերը ոնց են սրան ընտրում, ես չեմ հասկանում։ Ձեր երեսին ասում է, որ Հայաստան տղամարդ կա ոչ, կյա ոչ։ Եվ ուզում եք Քոչարյանին նորից կամ վարչապետ, կամ նահանգ, չգիտեմ, երևի վարչապետ եք ուզում ընտրեք։ Անհնարին բան է, ոնց հայերը իրենց թույլ կտան, որ Քոչարյանի նմաններին նորից ղեկ տան, աթոռ նստացնեն, ամոթ է, կամ իրա տղեն, ինչ ելույթներ ունեցավ, կամ էլ ուրիշ մի կողմից ասենք, պատերազմի ժամանակ իրա տղեն էլ թող գնար մասնակցել, ինչի մա չգնաց, հիմա մարդ են դարձել, ինչքան փող են կուտակել, միլիարդներով դոլարներ, ուրեմն իր ժամանակ ոչ մի դպրոց, ոչ մի մանկաբարձ, ոչ մի ցույց չի բացվել, ոչինչ չի արել, միայն այնա հափշտակելով, գրբանը լցնելով են զբաղվել, ուրեմն անցյալներում ցույց տվեցին, Խանջանդ քաղաքում մի հատ տուն մտան, այն տան մեջ ուրեմն մի հատ ցեղ է, այնտեղ այդ գերեզմանոցից բերված այդ գլխաքարերը մշակում են եւ այլ, Իրան են տանում կամ էլ Հայաստան են տանում, ծախում փող են կուտակում։ Հիմա այս բաներից հաշվին գրպանները լցրել են։ Այդ փողերից հիմա թողեց Լեռնային Ղարաբաղից եկած հայերին օգնեն։ Օգնել են ոչ մի դեպքում չտեն օգնի։ Նման բան անհնարին է։ Ուրեմն գիտեք ինչ է, մեկ էլ ինչի մասին եմ ուզում խոսել։ Լեռնային Ղարաբաղի հայերին եմ ասում, այդ ադրբեջանական ինչքան քաղաքները, չգիտեմ, շրջանա, գյուղա եւ այլ, եւ դրան մի կողմ եմ դնում, պատերազմ ամեն ինչ չէր կարող է լինել, գերեզմանների հետ ինչ գործ ունենք, ուրեմն տակն ու վրա են արել, աղբանոց են սարքել, քարերը քաշել տարել են, ընդեղից էլ Օնիկ Կարդաշին ես լսեցի, Օնիկ Կարդաշի գիտեք ով է, գիտեք, ուրեմն գերազմանը փորել են, հանել են, տեսնեն թե ոսկե ատամ կա կամ չկա, այդ էլ ոսկե երևի եղած կլիներ, ոսկե ատամները հանելուց հետո շփրտել են գլուխը մի կողմ, ոտքերը մի կողմ, ձեռքերը մի կողմ, ոսկորները ամենը մի կողմ են շփրտել։ Լեռնային Ղարաբաղի հայերին եմ ասում։ Հետո ինչ, Բաքվում էլ հայկական գերեզմանոց կա, գնացեք, եթե ուզենաք, ես ուրեմն YouTube-ի միջոցով ձեզ ցածրեմ ես։ Կամ եկեղեցի կա, Գրիգոր Լուսավորիչի անունն է գրում։ Իհարկե ես էլ Գրիգոր Լուսավորիչին շատ եմ հարվում, չնայած թուրք եմ։ Հա։ Ամեն ինչ տեղում էլ մնում է։ Գնացեք, ուրիշ մարդիկ ուղարկեցիք, թող նայեն։ Կամ էլի եմ ասում, եթե կուզենաք, ես այդտեղից նկարահանումներ կանեմ, կուղարկեմ ձեզ, YouTube-ի միջոցով կուղարկեմ ձեզ։ Ուրեմն այսօրվա իմ ելույթի ամենակարևոր հանգամանքը նրանից է բաղկացած, որ Քոչարյանին նորից ղեկավարության մի բերեք, դա պատերազմ է, պատերազմից ոչ հայերը, ոչ էլ ադրբեջանցիները չի շահելու, անհնարին բան է։ Մեկ էլ այդ մյուս ոմանց հայերին եմ ես դիմում, ասում են Ալեքսանդր Մակեդոնսկին հայ է եղել, Նապոլեոնը հայ է եղել, չգիտեմ, հա Մարսում ասում է մի հատ գետ են գտել, անունը Գառնիջուր է, Մարսում գետ են գտել, այդ գետի անունը Գառնիջուր է, Գառնիջուրը մեր երկրագնդում էլ Գառնիջուրը միայն Հայաստանում է, նրա համար ամենահամով ջուրն է, ամոթ է, Ուրեմն Ալեքսանդր Մակեդոնսկից
Հունաստանից սկսած մինչև հայկական լեռնաշխարհը եղել, պետություն չի եղել, լեռնաշխարհ եղել, խոստացել է, որ ես հայերին պետություն կազմակերպենք, ուրեմն անկախ պետություն կլինի։ Ուրեմն Հունաստանից սկսած մինչև Պորտուգալիա բոլորը հայկական ծագումներ ունեն, հայերից են ուրեմն ծնվել, կոպիտ ասած, ուրեմն ներքի կողմից էլ Իրանից սկսած Իրաքնեցին մինչև Եգիպտոս, բոլորը հայերին է պատկանում։ Լավ, ուրեմն եթե այդպես եք ասում, ինչ չի այսօրվա դրությամբ, մի նեղացեք, մի բուր հայ է մնացել Հայաստանում։ Դե թող մնան Հայաստանում, ծաղկ գծլի Հայաստանը, ավելի լավ զարգանա, ավելի լավ, չգիտեմ, բոլոր հանգամանքներով, ավելի լավ թող առաջ գնա, ինչի չի գնում, եթե Հայաստանը այդպես սիրում է։ Մի քանի օր սրանից առաջ էր այդ միլիոնատերերը, որոնք պատերազմի ժամանակ օգնել են Հայաստանին, ասում է, թե ճիշտ է օգնեցի, բայց հետագայում չհետևեցի, որ այդ փողերը ուր գնացին։ Այդ փողերը բոլորը կոռուպցիայի ուրեմն գծերով ոչնչացրին, սաղ կերան, թալանեցին։ Մեկ էլ Մոնտե Մելքոնյանի մասին եմ ասելու։ Ուրեմն Խոջալույց 30 հոգի երիտասարդների հանել են, ուրեմն հողը իրենց փորել են տվել, 30-ին էլ գնդակահարել, բայց նրանցից մեկը իրան մահվածի տեղ դնում, իրանց մեջ մնում է, վրեն հողակալում են բոլորը։ Ուրեմն այնտեղից այդ մեկը դուրս է գալիս, մի կերպ այնտեղից փախչում է։ Մոնտե Մելքոնյանի համար շարժան եք դնում։ Ուրեմն Խոջալի ցեղասպանությունը չեք ընդունում, որ այդ մարդը ինչքան իր բաները արել, կամ Սերոժ Սարգսյանն էր ասում, թե Ադրբեջանը հենց գիտեր, որ մենք խաղաղ մարդկանց ոչինչ չենք անի։ Տեսակ ինչեր արեցինք Խոջալի մասին։ Դրա ցեղասպանությունը դուք չեք ընդունում։ Չէ, չեք ընդունում։ Բայց 14-18 թվականներում ոչ մի հայկական ցեղասպանություն չի եղել։ Ոչ մի ցեղասպանություն չի եղել։ Կոնջորյանին էլ լսեցի, Սիմոնյանին էլ լսեցի, Կուրիկյանին էլ լսեցի ես։ Ոչ մի ցեղասպան, ինչ որ արել են, հայերն են արել։ Ուրեմն ես բոլորի մասին պատմելու կարիք չեմ զգում։ Ինչ եմ ուզում ասել։ Դե այդ ժամանակները ինչ էլ վերջ տվեք, վերջացրեք։ Մեկ էլ վերջում ես էլ ասում եմ վերջացնեմ։ Ադրբեջանցիները Ալտայից են եկել։ Գցենք այնտեղից են եկել։ Այսօրվա դրությամբ ինչքան ադրբեջանցի կա։ 45 միլիոն ուրեմն հարավային Ադրբեջանում է Իրանի կազմում, 10-11 միլիոն էլ այստեղ է։ Ուրեմն 50-55 միլիոն ադրբեջանցի այնտեղից գաղթվեցին եկան, հա։ 55 միլիոն, ուրեմն նշանակում է, որ մեր տարից մի 150 միլիոն տարի սրանից առաջ նրանք եկել են, որ այսօրվա դրությամբ 50-55 միլիոն են դարձել։ Ամոթ է։ Մեկ էլ անցյալում եմ ասում է, թե Շուշա քաղաքում մեր թվարկությունից ուրեմն 40,000 տարի առաջ։ Այ քո տունը շինվի, 40,000 տարի սրանից առաջ երկրագունդը չկար։ Այնտեղ ասում է հայերն էին ապրում, դրա համար էլ Շուշա քաղաքը պատկանում է հայերին։ Հայաստանը ռուսների միջոցով մի նեղացեք, ես ճիշտ եմ ասելու, արհեստական մի պետություն են ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, ռուսներն են արել, բայց ինչքան որ ռուսներից, այդքան էլ դաշնակներից հեռու կացեք։ Չնայած այս բոլոր հանգամանքներին, ես թե հայերին, թե ադրբեջանցիներին խաղաղ օրեր եմ ցանկանում։ Բարշեք թող գնա, մոռացեք ամեն ինչը։ Ես այդպես էլ մտածում եմ և տեսնում եմ, որ ապագա ամիսներում խաղաղության պայմանագիրը ուրեմն կկնքվի, ամեն ինչ էլ լավ կլինի։ Ստեսություն եմ ասում ձեզ։